լրագրողներ, Հույդ Հայաստանի երիտասարդական միությունը այսօր իրականացնում է բողոքի ակցիա ընդդեմ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի վերջին հակահարի հայտարարություններին։ Գործող իշխանությունների կողմից Հայաստանի հասարակությանը մատուցվող կեղծ խաղաղության համաձայնագիրը իրականում պարտադրված կապիտուլյացիայի հասարակ օրինակ է։ Մեր համար Ադրբեջանի նպատակները միշտ եղել են հստակ եւ ակներև։ Ոչ թե խաղաղություն, այլ Հայաստանի ենթարկեցում ադրբեջանական շահերին, ոչ թե փոխադարձ հարգանք, այլ զավթում, ոչ թե ագրեսիվ հռետորաբանությունից եւ ատելության տարածումից հրաժարում, այլ սեփական թեզերի առաջխաղացում գործող իշխանությունների օգնությամբ։ Նորություն չէ, Բաքուն ձգտում է ոչ թե հարցերի լուծման, այլ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման։ Սյունիքի Միջանցքի պահանջը, տարածքային հավակնությունները եւ պատմական խեղաթյուրումները վկայում են այդ մասին։ Սևանա լճի սեփականացման քարոզչական գործընթացը, որը սկսել է Ադրբեջանի նախագահը եւ որին ջանք չխնայելով աջակցում են ադրբեջանական շահերի պաշտպանները Ռուբեն Ռուբինյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը եւ այլ պետականագործան գործիչներ, երևի չգիտեն, որ հայ ժողովուրդն ունի պատմական հիշողություն։ Գոյություն ունեն քարտեզներ, պատմական փաստեր, որտեղ ամրագրված են հայկական տարածքները, պատմական ժառանգությունն ու հայկական ինքնությունը։ Ալիևի հայտարարությունը քարոզչական հնարք է, որը նպատակ ունի նորմալացնել պատմական փաստերի կեղծումը։ Եվ չենք զարմանա մի օր էլ, որ լսենք 874 թվականին Ադրբեջանի ժողովուրդն է կառուցել Սևանի թերակղզու երկու եկեղեցիները, առաքելական սուրբ եկեղեցիները, երբ անգամ գոյություն չունեին որպես ժողովուրդ, ուր մնաց որպես պետություն լինեին։ Այս համատեքստում է, որ հասկանալի է դառնում հայ առաքելական սուրբ եկեղեցու հանդեպ իրականացող վերջին բնաջնշումները։ Հնար ունենային գուցե վերացնեին բոլոր հայկական եկեղեցիները, որպեսզի կարողանային ջնջել հայկական հետքը պատմության մեջ, ինչն այսօր տեսնում ենք Արցախում իրենց գործընկեր Ադրբեջանի իշխանությունների իրականացմամբ։ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի ներկայիս սահմանները, խաղաղության հիմքերից մեկը միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է, սակայն Բաքուն հայտարարում է, թե Հայաստանի տարածքները արևմտյան Ադրբեջան են, այսպիսով հերթական անգամ ապացուցելով նախաստորագրված փաստաթղթի կեղծ լինելը։ Անվտանգային համակարգի չգոյության պայմաններում խոսել իրական խաղաղության եւ սահմանային անվտանգության մասին, այն էլ 2020 թվականից սկսված պատերազմից հետո համոզված ենք, որ ոչ թե միամտություն, քաղաքական անմեղսունակություն մասին է, այլ հստակ դավաճանության։ Երբ երկիրը չունի լիարժեք պաշտոնանկություն, բանակը կարիք ունի վերակազմակերպման, հարևան երկիրը ոչ միայն չի ընդունում կատարած հանցանքները, այլև շարունակում է սպառնալ միակողմանի զիջումները եւ մեր շահերի պաշտպանությունից հրաժարումը վերածվում է թշնամական շահերի սպասարկման, ոչ թե իրական խաղաղության։ Այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարծենում են սահմանների ապաշրջափակմամբ, սակայն դա պարզապես Ադրբեջանին միջանցք տրամադրելու փաթեթավորումն է։ Հպարտությամբ հայտարարում են, որ Հայաստանի համար նոր դռներ են բացում։ Այնիշ միակ դուռը, որ բացվել են, Թուրանի համար նախատեսված դուռն է։ Ադրբեջանի Նախիջևանի հետ անխոչնդոտ կապի դուռն է, դրա դիմաց չստանալով շոշափելի ոչինչ։ Հաստատված խաղաղության պայմաններում Բաքուն դատվում, խոշտանգում եւ պահում են տասնյակ գերիներ, եւ դեռ պահանջներ են դրվում այլ անձանց արտահանձնելու մասին։ Ինչ խոսք, նման խաղաղության մասին կերազեր յուրաքանչյուր հզոր պետություն։ ՔՊԱ-ական խաղաղության պայմաններում մայրաքաղաք Երևանի չափ մի ամբողջ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ապօրինի կերպով գտնվում է ադրբեջանական զորք։ Երազանքի խաղաղության պայմաններում Ադրբեջանի նախագահը շարունակում է Երևանն անվանել Էրիվան, Հայաստանն անվանել Արևմտյան Ադրբեջան։ ՔՊ-ի երազանքների խաղաղության պայմաններում Արցախի Հանրապետությունը գրավված է, հայաթափված, ավերված, եւ գուցե հենց նման խաղաղության են ձգտում նաեւ Հայաստանում։